Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները։ Գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս օրենքի կիրարկման հնարավոր հետագա իրատեսական քայլերը։ Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական միությանը մոտեցնելու լավագույն հնարավորությունն է եւ Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ ակնկալում ենք նաև իհարկե այս ուղղությամբ շոշափելի քայլեր։ Անցնելով տնտեսական բաղադրիչին, նշեմ, որ այս համատեքստում քննարկել ենք այն ծրագրերն ու գործիքակազմը, որոնց միջոցով մենք կարող ենք խորացնել նաև մեր տնտեսական կապերը, ապահովելով Եվրոպական միության շուկայի հասանելիություն, ինչպես նաև արդյունավետ փոխկապակցվածություն։ Ի շարունակություն հավելեմ, որ մեր հանդիպման ընթացքում բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում Եվրոպական միության ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները, այս համատեքստում ընդգծել եմ գլոբալ դարպաս ռազմավարության եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի համադրելիությունը, կասեի ավելին փոխ լրացնելու ներուժը։ Իհարկե այստեղ կարող ենք հավելել նաև միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի որպես Եվրոպայի եւ կենտրոնական ու արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը, տեղին է հիշատակել նաև խոսեցի գլոբալ դարպասներից, բայց նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը, Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։ Հարգելի գործընկերներ, այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, զարգացումներ, որոնք մեկ անգամ եւս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ Մենք այս համատեքստում անդրադարձ ենք կատարել մերձավոր արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը անմիջապես սկսել Ադրբեջանի հետ խորհրդակցություններ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը եւ ժամանակը եւ ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք ինչպես նախկինում այսօր եւս շատ կառուցողական ենք տրամադրված։ Հարգելի գործընկերներ, վերջապես այսօր նաև բարձր ներկայացուցիչի հետ քննարկել ենք 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման առնչվող հարցեր եւ այստեղ եւս մի միջոցառում է, մի ուղղություն, որտեղ մենք երկու կողմերս պետք է համադրենք մեր ջանքերը։ Եզրափակելով խոսքս, անկեղծ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին բարձր ներկայացուցչին խորը եւ հանգամանալից քննարկումների համար։ Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները անշուշտ լրացուցիչ հիմքեր են ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու եւ արդեն ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար։ Շնորհակալ եմ։